Ես Ցոլակ Հակոբյանն եմ, բժիշկ, հոգեթերապևտ եւ ողջունում եմ ձեզ իմ ալտեր էգո հոգեբանական օգնության կենտրոնից։ Ինչպես միշտ հրավիրում եմ ձեզ հետաքրքիր հոգեբանական աշխատանքի։ Այդ աշխատանքը ձեզ կօգնի ձեռք բերել նոր գիտելիքներ, նոր հմտություններ, համոզմունքներ, որոնք դուք կարող եք կիրառել ձեր կյանքում եւ ապրել ավելի առողջ, հետաքրքիր, արդյունավետ կյանքով։ Դե ուրեմն ամենասկզբից, ինչպես միշտ, անջատեք հեռախոսները, թուլացրեք օձիքները, զգացեք ձեզ անկաշկանդ, ազատ, անվտանգ, ապահով։ Ամեն անգամ նշում եմ, բայց դա իսկապես էական է։ Թույլ տվեք, որ ձեր մարմինը լինի հանգիստ ամեն մեր աշխատանքի ժամանակ։ Գնացեք ռելաքսացիայի ճանապարհով։ Թույլ տվեք, որ ձեր ձեռքերը հանգստանան, ոտքերը։ Երբեմն մենք աշխատում ենք, իսկ ձեր ոտքերն ու ձեռքերը քնում են կրծքավանդակը, քնում են մեջքի մկանները, հանգստանում են, ստեղծում են այնպիսի մի բուժական հանգիստ, որի ընթացքում ամբողջ օրգանիզմն է սկսում իրեն վերականգնել, կարգավորել, ամենատարբեր խանգարված ֆունկցիաներն են սկսում ավելի նորմալ աշխատել։ Եվ իհարկե ձեր հոգեկանը, կենտրոնական նյարդային համակարգը։ Ես ուզում եմ դուք հիմա լինեք հանգիստ, զգաք ձեզ ապահով ու վստահ։ Թող ամբողջ մարմինը լցվի հանգստի հաճելի զգացմունքով, հաճելի ծանրություն ձեռքերում, հաճելի ծանրություն ոտքերում, ու ոչինչ ձեզ չի խանգարում, ոչ մի ձայն, ոչ մի աղմուկ։ Լավ լսում եք իմ ձայնը, խաղում են ձեր մտքերը, ու այդ պայմաններում արդեն մենք կարող ենք ձեր հետ աշխատել։ Այսօր ես ձեզ ցանկանում եմ մի շատ հետաքրքիր պատմություն պատմել։ Իրական պատմություն։ Դեպքը կատարվել է անցած դարի 60-ական թվականների սկզբին։ Մի շատ հայտնի ամսագրի Saturday Review ամսագրի գլխավոր խմբագիր Նորման Կազինսը հիվանդանում է մի ոչ հաճելի, իսկ ավելի ճիշտ տհաճ հիվանդությամբ։ Չեմ ուզում նույնիսկ անունը ասել, միայն պետք է նշեմ, որ այդ հիվանդությունը այն ժամանակ համարվել է անբուժելի։ 10,000 մարդուց միայն 2-ին են կարողացել վիճակը թեթևացնել, լույսի վիճակը։ Հիվանդության ժամանակ բոլոր հոդերը, մկանները աստիճանաբար անշարժանում են։ Մարդիկ չեն կարող նույնիսկ մատերը շարժել, ձեռքերի, ոտքերի, կամ քայլել, կամ բերանը բացել ու փակել, ուտելիքը կուլ տալ ու հետո շատ շուտ մեռնում են։ Կազինսին սկսել են բուժել լավագույն բժիշկները, բուժվել են լավագույն կլինիկաներում, լավագույն դեղամիջոցներ եւ ոչինչ չի օգնել։ Գնալու վիճակը ավելի է բարդացել, նույնիսկ դեղերն են բարդություններ ստեղծել ավելորդ։ Արդեն չէր կարողանում իսկապես նույնիսկ ձեռքերի մատերը շարժել։ Դժվարությամբ էր բերանը բացում։ Ամեն մի մկանային շարժումը սարսափելի ցավեր էր առաջացնում եւ ցավազրկող դեղամիջոցները ուղղակի չէին օգնում։ Մեկ անգամ էլ բարկացիր հիվանդասենյակում նա լսում է ինչպես մի բժիշկ մյուսի ականջին շշնջաց, թե կարծես թե մեր Նորմանին մենք կորցնում ենք։ Բայց այս բոլորը չեն կանգնեցրել Կազինսին։ Նա միշտ հավատացել է, որ կարող է հասնել հաջողության։ Մանավանդ որ կարծացել է հայտնի նևրոլոգ Ուիլյամ Ֆրայի հոդված այն բանի մասին, որ երբ դեղամիջոցները չեն օգնում, ապա ամեն մի անհատ պետք է ինքն էլ կարողանա իրեն օգնել եւ շատ է օգնում այդ դեպքերում ծիծաղը, որ երբ ծիծաղում ես լիաթոք եւ շատ երկար,
ապա դա այնպես է ուժեղացնում օրգանիզմը, այնպես է բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը, որ այդ նույն օրգանիզմը դուրս է շպրտում այդ հիվանդությունները, իսկ ամենածանր բերում է առողջացման։ Ու երբ Կազինսը տեսնում որ բժիշկները չեն կարող օգնել, դուրս է գրում հիվանդանոցից ու իր ընկերների օգնությամբ իր տանը ստեղծում է տնային կինոթատրոն։ Հետո ընկերները գրում են դրա համար բոլոր հնարավոր ուրախ ֆիլմերը, կոմեդիաները եւ հումորային ամսագրերը։ Սկզբում բուժումը շատ դժվար էր գնում։ Ամեն օր Կազինսը ֆիլմեր էր դիտում, ուրախ կոմեդիաներ։ Նույնիսկ ծիծաղելը դարձել էր դժվար, ցավեր էր առաջացնում, բայց հետո աստիճանաբար վիճակը սկսեց բարելավել։ Կազինսը նկատեց, որ օրական 10 րոպե գոնե լավ ծիծաղում է, արդեն ցավերը սկսում են մարել, պակասել։ Հետո նա մի գիրք գրեց իմիջիայլոց, երբ արդեն առողջացավ։ Եվ այդ գրքում նա պատմում է, որ ամեն օր ֆիլմեր էր դիտում եւ 6 ժամից ավել ծիծաղում էր, 6 ժամ եւ ավել։ Ֆիլմերի մեջ եղած ընդմիջումներում նրան անեկդոտներ էին կարդում, այդ հումորային ամսագրերը ու էլի ծիծաղում էր։ Մեկ ամիս հետո սկսեց շարժել ձեռքերի եւ ոտքերի մատերը։ 2 ամիս հետո արդեն ինքնուրույն շուրմուր էր գալիս անկողնում։ 3-4 ամիս հետո արդեն քայլում էր։ 6 ամիս հետո ճամփորդում էր հեծանիվով եւ թենիս էր խաղում։ 2 տարի հետո հանդիպում է սպորտային հրապարակում իրեն բուժող բժիշկներից մեկի հետ, մրցում են, թենիս են խաղում։ Ամենասկզբում բժիշկը զարմանում է. «Միթե դուք ողջ եք»։ Հետո Կազինսը նրան ջախջախում է, հաղթում է այդ թենիսի սետում։ Եվ նա գիր գրեց ինչպես է առողջացել, ծիծաղի բարերար ազդեցության մասին։ Եվ դրա հիման վրա զարգացավ բժշկագիտության մեջ մի նոր ուղղություն, որը կոչվում է հելոթերապիա, բուժում ծիծաղով։ Ու հետո նոր գիտնականները ուսումնասիրեցին այդ փորձը Կազինսի ու տեսան, որ իսկապես ծիծաղը պաշտպանում է անոթները եւ սիրտը, պաշտպանում է ինֆարկտից, պաշտպանում է ուղեղի ինսուլտից։ Ծիծաղը մարդուն դարձնում է ավելի ուղղակի հետաքրքիր, ավելի հեշտ է շփվում շրջապատի հետ, ավելի հեշտ է կոնտակտի մեջ մտնում, լավ տպավորություն է թողնում։ Ծիծաղը վերացնում է գլխացավը, կարգավորում է այլն ճնշումը։ Այն մարդիկ, ովքեր շատ են ծիծաղում, ավելի առողջ երեխաներ են ունենում։ Ծիծաղը վերացնում է ստրեսը, հոգեկան զարմացությունը, դյուրագրգռությունը, վախերն ու տագնապները։ Ծիծաղը կարգավորում է աղեստամոքսային տրակտի աշխատանքը։ Շատ հզոր կերպով ակտիվացնում է հորմոնային համակարգը եւ շատ ամրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը։ Նույնիսկ գիտեք, զարմանալի է, բայց ծիծաղը մարդու կառուցվածքն է դարձնում ավելի գեղեցիկ։ Այսօր գիտնականները գտնում, որ գոնե պետք է օրական 10 րոպե ծիծաղել։ Իսկ նրանք, ովքեր ծիծաղում են 16-ից 17 րոպե օրական, ապրում են 1 տարի ավել։ Հավատացեք, դա քիչ չէ։ Վաղուց հայտնի է, որ տեսեք կան դերասանական ամպուլաններ, կոմիկներ եւ կան տրագիկներ։ Կոմիկները ուրախ դերեր են խաղում եւ նրանք 5-ից 8 տարի ավելի երկար են ապրում, քան նրանք, ովքեր անընդհատ տրագեդիաներ են ապրում, խաղում, ներողություն։ Ծիծաղը օգնում է ընդհանրապես առաջ գնալ կյանքով, օգնում է հաղթահարել ստրեսներ, արդեն ասեցի։ Ծիծաղելու ժամանակ նույնիսկ մեր հորմոնային համակարգը արտադրում այնպիսի նյութեր եւ մասնավորապես ալֆա գլոբուլիններ, որոնք սպանում են քաղցկեղային բջիջները։
Ամերիկայի Միացյալ Նահանգներում, երբ դիզագնացների նոր ջոկատ են ստեղծում, տեխնացուներին ստուգելով ամենատարբեր ֆիզիկական, հոգեբանական տեստերով, անպայման հաշվի են առնում նաև հումորի զգացումը, կարողանում է այդ տեխնացուն լավ շպտալ, ծիծաղել թե ոչ, որովհետև գիտեմ, որ ծանր ստրեսային պայմաններում ծիծաղը միշտ էլ օգնում է, հումորը միշտ էլ օգնում է։ Այնպես որ հիմա ես ձեզ տվեցի մի շատ լավ դեղատոմս, լավ ապրելու, երկար ապրելու, կյանքում հաջողակ լինելու, ու չեմ կարող չհիշել մի շատ հետաքրքիր դեպք, որ եղել է հինդ չինացի փիլիսոփա Լաո Ձեի հետ։ Մեկ անգամ Լաո Ձեն իր պարտեզում դաս է անցկացնում աշակերտների հետ։ Աշակերտներից մեկը գալիս է ուշացած եւ ձեռքերն այսպես պահում է ուսուցիչի առջև ու ասում է. ուսուցիչ, ասում եմ, որ դու ամենաիմաստունն ես եւ կարողանում ես բոլոր հարցերի պատասխանը գտնել։ Այմա կարող ես ասել։ Իմ ափերի մեջ ես պահում եմ մի թեթեռնիկ։ Կարող ես կռահել, ողջ է, թե սատկած։ Իհարկե Լաո Ձեն գիտակցում է, որ աշակերտն ուզում է իրեն փորձել, որ եթե ասի ողջ է, նա ձեռքերը կսեղմի, բոլորը կտեսնեն, որ թեթեռնիկը սատկել է։ Եթե ասի սատկած է, կբացի իր ափերը ու կտեսնեն թեթեռնիկը թռավ, գնաց։ Երկու դեպքում էլ կսխալվի։ Ու փիլիսոփա Լաո Ձեն պատասխանում է. ամեն ինչ ձեր ձեռքերում է։ Եկեք ես էլ այսօրվա մեր հանդիպում ավարտեմ նույն խոսքերով։ Ծիծաղեք, ժպտացեք, մի մոռացեք էլի բարոն Մյունխհաուզենի խոսքերը, ժպտացեք, պարոնայք, եւ հիշեք, որ աշխարհի ամենամեծ հիմարությունները կատարվում են դեմքի լուրջ արտահայտությունով։ Ծիծաղեք ու շատ։ Ամեն ինչ ձեր ձեռքերում է։